Ես մի փոքր մտքերին արձագանքեմ, հետո հարցը կտամ, պարոն Ավինյան, որ ասում եք, որ կատարողականը շատ բարձր տոկոս է կազմել, զեկուցողին հանձնաժողովի նիստի ժամանակ հարց հնչելու պարագայում քանի տոկոս է կատարվել, ասես պատասխան չունեն։ Այսինքն նորմալ քաղաքային տնտեսության կամ նորմալ կառավարման համակարգի մեջ զեկուցողը ձեզ պիտի ասեր քանի տոկոս է կատարվել։ Հիմա ինչը վերաբերվում է, որ ասում եք նախընտրական քարոզարշավին ինչ ասել ենք, կատարել ենք, հաղթանակի 40-ամյակի զբոսայգին։ Խորհուրդ կտամ վաղ այցելեք կամ մտեք իմ TikTok-ի էջը նայեք ձեր սարքած այգին։ Մի հոգի արևոտ օրը դուրս չի գալիս ման գալու։ Մասիվի վերածննդի այգին։ Կշարունակեմ այդ շարունակությունը, ասում եք ամեն ինչը կատարել եք շատ լավ, նախադպրոցական, այսինքն մանկապարտեզների կառուցում եւ վերանորոգում, թերակատարումը շուրջ 50%, ձեր մոտ ամեն ինչը դա փայլուն է, դա ամեն ինչը նորմալ է, պաշտպանությունը, այսինքն մեր երկինը գիտեք ինչ խնդրի մեջ է, 66% է կատարողականը, առողջապահությունը 70%, 30% թերակատարել եք, կենտրոնի թաղապետը 700 միլիոն դրամ է թերակատարել։ Ուտես հաջորդի բյուջեի ծախսի ժամանակ կներկայացնեմ, բայց ուզում եմ նաև ձեզ հասկանալ, էլի, որ ասում եք կատարողականը շատ բարձր տոկոս ա եղել, զեկուցողն ասում եք չգիտեմ քանի տոկոս ա եղել, այդ ձեզ ով ասում որ դուք էլ ասում եք լավ ա եղել։ Հիմա իմ հարցը զեկուցողին, կարող եք թվարկել 3 պրիորիտետ ուղղությունները քաղաքի զարգացման համար։ Ձեր այս բաց ոչի շարադրության մեջ ես չկարողացա հասկանալ որոնք են։ Խնդրում եմ մի հատ կասեք, շնորհակալություն։ Տիկին Բաբայան։ Եվ այդ խայտառակ թերակատարումներով հանդերձ 2024 թվականի Երևանի բյուջեն կատարվել է 94.5%-ով։ Արձագանք։ Զեկուցողին մի հատ դուք պատասխանեք, հետո ձեզ արձագանքելու ոնց եք կատարել, դա հաջորդ բյուջեի կատարողական է։ Մի հատ իմ հարցին պատասխանեք, որոնք են 3 առաջնահերթ ուղղությունները։ Թույլ տվեք ես իմ կարծիքը չհայտնեմ առաջնահերթ ուղղությունների մասին։ 2024 թվականի Երևանի զարգացման ծրագիրը, որը հաստատվել է Երևանի ավագանու կողմից, նշում է 33 զարգացման գերակայություններ։ Չեմ կարծում, որ Երևանի զարգացման առաջնահերթությունը պետք է լինի իմ կարծիքը։